Մեզանից յուրաքանչյուրը երբ գործ է ունենում արդարադատության հետ, մշտապես հանդիպում է այդ կարգի դատախազների, այդ կարգի դատավորների, որոնք անտեսելով բոլոր կարգի փաստերը հրահանգավորված վճիռներ են կայացնում։ Խնդրում եմ պատասխանեք։ Առաջի հարցի հետ կապված։ Նախ հաշվետվության եւ հաղորդման մասով։ Ես իմ նախաբանում էլ, իմ ելույթում էլ ասացի հետևյալը։ Դեռևս մարտի 31-ից այդ հաղորդումը ուղարկվել է պարլամենտ եւ բոլորդ ունեք ձեր տրամադրության տակ։ Հաղորդման մեջ, հաղորդումը նախ բաղկացած է 67 թե 70 էջից եւ այնտեղ ամբողջությամբ ներառված են ոչ միայն թվեր, Տիկին Սարգսյան, այլև այդ թվերի հիմնավորումներ։ Հենց որ ես խորհուրդ կտամ նաև թվերի հիմնավորումներին ուշադրություն դարձնեք եւ ոչ միայն թվերին։ Եվ դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ արդեն ամսից ավել է, որ այդ նյութը ձեր տրամադրության տակ է, այդ թվում անձամբ ձեր, եւ դրա համար ես չեմ կարծում, որ զուտ ժամանակը ռացիոնալ օգտագործելու տեսակետից ճիշտ կլներ ես հիմա գայ ձեզ ներկայացնեի թվեր եւ դրանց հիմնավորումներ։ Ես այն կանխավարկածով եմ կազմակերպել իմ ելույթը, նկատի ունենալով, որ հարգարժան պատգամավորները առնվազն իրենց հետաքրքրած հատվածով կծանոթանան այդ հաղորդմանը եւ ես հնարավորություն կունենամ ներկայացնելու այդ հաղորդման հիմքում դրված տրամաբանությունը, փաստերը, հիմքերը։ Երկրորդը, ինչ վերաբերում է այ, որ ես ասում առաջընթացը կա, բայց տեսանելի չի։ Դատախազության գործունեության մասով ես ներկայացրեցի, թե իմ գրավոր հաղորդման մեջ եմ ներկայացրել ամբողջ process-ը, թե երեք իմ հայտարարությունների ձևով ասեցի։ Առաջընթացը տեսանելի չլինելու հանգամանքը, Տիկին Սարգսյան, վերաբերում էր ոչ թե դատախազության գործունեության, այլ կոնկրետ քրեական գործին։ Պարոն Մանուկյանի հարցադրման հետ կապված ես ասացի, որ կոնկրետ քրեական գործով առաջընթաց կա թե չէ, դա այս պահին ձեզ համար, որպես պատգամավորներ, հասարակության համար, որպես սրտացավ եւ մտահոգիչ, կարող է տեսանելի չլինել, որովհետեւ մենք չենք ներկայացնում քննության արդյունքները, բայց դա չի նշանակում, որ առաջընթաց չկա, այսինքն առաջընթացին վերաբերող իմ դիրքորոշումը կոնկրետ էպիզոդիկ այդ հանգամանքին էր վերաբերում։ Երրորդը, վերահսկիչ պալատի հետ կապված, հիմա նաեւ պարոն Ուրիխանյանի հարցադրման մասով։ Ես ասացի ու էլի եմ ասում, վերահսկիչ պալատից որևէ հաղորդում չենք ստացել, բայց դա չի նշանակում, դուք շատ ճիշտ նկատեցիք, որ դատախազությունը անգործություն է ցուցաբերում, որովհետև դատախազությունը եւ ես իմ ուղիղ եւ անմիջական հանձնարարությամբ եւ 2012 թվականի եւ 2013 թվականների հաշվետվությունների փաստով, ոչ թե հաշվետվության մեջ տեղ գտած խախտումների փաստով առանձին, այլ ամբողջ հաշվետվության փաստով հարուցել եմ 2 քրեական գործեր։ 12 թվականին առանձին, 13 թվականին առանձին։ Եվ այդ քրեական գործերը արդեն առնվազն մի տարի կարող է շփոթեմ, արդեն քննարկվում է քննության ընթացքում է քննչական կոմիտեում։ Ավելին ձեզ ասեմ, 2 հաշվետվությունների հիման վրա էլ տարանջատվել են 3 հիմնական մեխանիզմներ։ Առաջին, հավելագրված ծախսեր, որոնք տեղ են գտել հաշվետվության մեջ, երկրորդ, չկատարված աշխատանք, երրորդ, անորակ կատարված աշխատանք։ Այսինքն հաշվետվության մեջ վերահսկիչ պալատի տեղ գտած բոլոր խախտումները բաժանվել են, խմբավորվել են առնվազն այդ 3 խմբերի։ Եվ այդ 3 խմբերով պայմանավորված իրականացվել է ամբողջական քննություն եւ իրականացվում է։ Ավելին ձեզ ասեմ, 2013 թվականի հաշվետվությունից առանձնացվել են առերևույթ հայտնված յուրացման, խարդախության կամ այլ հանցագործությունների 20 էպիզոդներ, 20 դրվագներ։ Յուրաքանչյուրով առանձին եւս իրականացվում է քննություն։ Եվ այդ քննության արդյունքում մենք հնարավորություն կունենանք գնահատելու, թե վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ ներառված ամեն մի էպիզոդը այս կամ այն չարաշահման կամ ռիսկի հետ կապված ինչքանով է հիմնավորված։ Ընդ որում ձեզ հետևյալը նաև ասեմ,
Վերահսկիչ պալատը իր հաշվետվությունը կազմելու ընթացակարգ ունի սահմանված, որը սահմանվում է թե վերահսկիչ պալատի մասին օրենքով եւ թե վերահսկիչ պալատի գործունեություն ապահովող կանոնակարգով։ Այսինքն, մինչև հարցը հասնում է ազգային ժողովում հայտարարման, համապատասխան ընթացակարգ պետք է լինի։ Նույնն է, որպեսզի ավելի պատկերավոր լինի, Տիկին Սարգսյան, երբ որ կատարվում է հանցագործություն, ապա մի ամբողջ նախաքննություն, դատավարական փաստաթղթեր, քննչական գործողություններ, որի արդյունքում միայն մենք ունենում ենք, այնպիսի մի փաստաթուղթ, որի անունն է մեղադրական եզրակացություն, որը գնում է դատարան։ Նույն ընթացակարգը կամ առնվազն իդենտիկ մի ընթացակարգ սահմանված է վերահսկիչ պալատի մասին օրենքով եւ հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ։ Եվ այդ երկու հաշվետվությունների քննության արդյունքում, երբ որ մենք գանք են եզրակացության, թե որ մասն է հաշվետվության մեջ հիմնավոր, որ մասը ոչ, արդեն քննարկման առարկա ենք դարձնելու նաեւ վերահսկիչ պալատի համապատասխան պաշտոնյաների կողմից պաշտոնական անգործության, անփութության կամ պաշտոնական դիրքի չարաշահումների հետ կապված, նկատի ունենալով, որ արդյոք վերահսկիչ պալատի աշխատակիցները արել են ամեն բան, առաջին, օբյեկտիվորեն ֆիքսելու բոլոր այն խախտումները, որոնք առկա են եղել տվյալ հատվածում, երկրորդ, արդյոք նրանք ֆիքսել են եւ քննարկման եւ վերահսկողության առարկա դարձրել են համանման բոլոր իրավիճակները, թե ոչ, թե այստեղ կար սուբյեկտիվ գործոններ, արդյոք յուրաքանչյուր այն դեպքում, երբ որ անձը պարտավորվել է վճարել, ընդունենք իրեն մեղսագրվող վնասը, արդյոք այդ վնասը իրոք առկա է եղել, թե ոչ, եւ արդյոք այդ վնասը համապատասխան կարգով իրոք ընթացակարգային կարգով ֆիքսված վնաս է եղել, թե ոչ։ Այսինքն, վերահսկիչ պալատի հաշվետվությունների քննարկումը ես փորձում եմ ձեզ ներկայացնել, թե ինչ աստիճանի դետալացված են այս փուլում։ Եվ այն հանգամանքը, որ մենք պարբերաբար հաղորդագրություններ, հաշվետվություններ, չգիտեմ, մամլո հարցազրույցներ չենք տալիս, դա չի նշանակում չենք աշխատում, Տիկին Սարգսյան, աշխատում ենք, արդյունքները հետո կտեսնեք։ Սրա մասին է խոսքը։ Շնորհակալություն։ Արձագանքի համար Լյուդմիլա Սարգսյան։ Ներողություն, ուղղակի ես չեմ խուսափում երբեք որևէ Տիկին Սարգսյան, երբեք չեմ խուսափել որևէ հարցի պատասխանելու, դուք գոնե վստահ եք։ Մի րոպե, ես խնդրում եմ կանոնակարգը մի խախտեք։ Արձագանքից հասկանանք ինչի մասին է խոսքը։ Հա, պատասխանում եմ։ Ինչ քննիչներ եւ դատախազներ են պատժվել։ Բազմաթիվ։ Եվ ես իմ հաշվետվության մեջ եմ ներկայացրել, թե որոնք են այդ քննիչները, որոնք ենթարկվել են թե քրեաիրավական պատասխանատվության, որոնք են այն դատախազները, որոնք ենթարկվել են քրեաիրավական պատասխանատվության, ինչ քրեական գործեր են հարուցվել, որն է դրանց ընթացքը։ Քրեական գործի հարուցումը, Տիկին Սարգսյան, դեռևս չի նշանակում, որ անձը հանցագործություն է կատարել եւ անձը մեղավոր է այդ հանցագործության կատարման մեջ։ Քրեական գործի հարուցումը դա այն հիմքն է, այն ելակետը, որի վրա կառուցված դու կարող ես քննել, այսինքն ընթացակարգ սահմանել, թե արդյոք այստեղ կատարվել է հանցանք, թե զանցանք, արդյոք այդ հանցանքի կատարման մեջ անձը ունի մեղավորություն, թե չունի եւ այլն։ Այսինքն ինքնին քրեական գործ հարուցված լինելու փաստը դեռևս բավարար չի պնդելու համար, որ մենք գործ ունենք հանցագործների հետ։ Դեռևս բավարար չի պնդելու, որ մենք անպայման հանցագործության մասին ենք խոսում եւ ոչ թե կարգապահական զանցանքի։ Եվ այդ նույն հաշվետվության մեջ Տիկին Սարգսյան մանրամասն, դետալացված, ներկայացված է յուրաքանչյուր քրեական գործ, ինչ հիմքով էր հարուցվել, ինչ ընթացակարգ է ունեցել եւ ինչ հետևանքներ ունեցավ կոնկրետ անձանց վրա։ Ինչ վերաբերում է անուններ հրապարակելուն, ես չեմ պատրաստվում անուններ հրապարակել, ես կարող եմ ձեզ ներկայացնել, ընդունենք, թե քանի հոգի են այս պաշտոնատարանձինք, քանի հոգի են այն պաշտոնատարանձինք, ինչ հարցերով են մեղադրվել կամ չմեղադրվել եւ որտեղ է գտնվում կոնկրետ հարցի վերաբերյալ գործի քննությունը այս փուլում։ Նորից արձագանքեք։ Բա գորգորում եք, արձագանքեցիք, պատասխանեցիք։ Խնդրեմ, արձագանքեք։ Պարոն Կոստանյան,
Չէի ցանկանա ոչ կոռեկտ լինել, բայց իմ մոտ տպավորություններ կարծես տեխնազոական թեզ էիք պաշտպանում։ Ոչ մի հարցի չեք պատասխանում։ Բայց որպիսի այլևս հարց չտամ, ես ընդամենը իմ կարծիքն եմ ուզում հայտնել դատախազության մասին։ Դատախազությունում տպավորություն կա, որ մի հատ մեծ տակառ կա, շատ քիչ լցրած ջրով, որտեղ թաղվում են բոլոր այն գործերը, որոնք երբեք այլևս ջրի երես պիտի դուրս չգան։ Եվ ժողովրդի մոտ տարածված կարծիքը, որ տերովին տերն է պահել, անտերին էլ գելն է տարել, այ արդարադատության համակարգում մեր, այ այդ մթնոլորտն ա տիրում եւ յուրաքանչյուր քաղաքացի, երբ համարձակվում է դիմել դատարան եւ ճարահատյալ են դիմում, իդեպ ասեմ, ի սկզբանե գիտի, եթե ինքը տեր չունի, ինչքան էլ փաստարկված նյութեր ուղարկի, միևնույնն է պարտվելու է։ Եթե կարող եք հակառակը ապացուցել, խնդրում եմ ապացուցեք։ Նախ տեխնազոական ատենախոսության հետ կապված Տիկին Սարգսյան։ Ես վաղուց եմ տեխնազո գիտությունների, բայց ես իմ խոսքը փորձում եմ կառուցել այնպես, որ անգամ մասնագիտությամբ իրավաբան չլինող չեղող անձը հասկանա ես ինչ եմ ասում։ Ես կարող եմ իրավաբանական այնպիսի տերմիններով ասել, Տիկին Սարգսյան, որ դուք մի քանի օր առնվազն մանգակ, թե ես ինչ ասեցի։ Ես փորձում եմ հրապարակային եւ մատչելի դա անել։ Եվ փորձում եմ այնքան դետալացնել, որ մաքսիմալ հասկանալի լինի բոլորին, ժողովրդին, հասարակությանը, ձեզ։ Ինձ համար հաճելի չէ ամեն հարցին երկար պատասխանել, հետո ես ձեր հարցին պատասխանում եմ, այլ հարցա թե այդ պատասխանը ձեզ, ձեր ուզած, ձեր համար կանխատեսելի եւ ցանկալի պատասխաններ թե ոչ։ Իսկ ով է ասում իմ ամեն մի պատասխանը ձեր համար պիտի լինի, այ ես էս էի ուզում, ես էլ պատասխանեմ։ Դա ձեր խնդիրն է, Տիկին Սարգսյան։ Ինչ վերաբերում է մնացած հատվածներին, նախ ես կարծում եմ, որ դատախազությունը տակառ է քիչ լցված ջրով, չգիտեմ, շատ լցված ջրով, դուք նման հայտարարություն անելու բացարձակ որևէ հիմք չունեք։ Տեսեք, ես անգամ չեմ ասում, որ դուք բավարար հիմք չունեք, դուք ընդհանրապես որևէ հիմք չունեք։ Եթե դու հիմքը այն է, որ դուք կարող եք ասել, այ այսպես են ասում, այնպես են ասում, այնպես են ասում, ես ասեկոսներ չեմ մեկնաբանում, եթե ունեք փաստ պատրաստ եմ քննարկել։ Բայց ասեկոսների հիման վրա նման ենթադրություններ եւ հետեւություններ անել ու ինձ մեղադրել դրանում, ես կարծում եմ, ես տենց չէի անի, որ ձեր փոխարեն լինել, լավ սենց ասեմ։ Ինչ վերաբերում է ընդհանրապես արդարադատությանը, դատարաններում այսպես ու այնպես է, ես ինքս գիտեմ, թե մենք ինչ խնդիր ունենք երկրում արդարադատության հետ կապված։ Եվ ավելին, երեք իմ խոսքում ես հատուկ ասեցի այս մասով, որ այլ հարց է, որ մենք ունենք արդարադատություն, ինչ չափով։ Մյուս հարցն է, թե ինչպես է այդ արդարադատությունը ընկալվում հասարակության կողմից որպես արդարադատություն։ Իհարկե մենք այստեղ խնդիր ունենք։ Եվ ավելին, հատկապես քաղաքացիական գործերով, Տիկին Սարգսյան, անպայման, քանի որ երկու կողմը վեճ ունեն, եւ դատարանը հոգուտ մի կողմի է վեճը լուծում, հետեւաբար մյուս կողմը պարտադիր դժգոհ է լինելու։ Եվ մյուս կողմը պարտադիր դժգոհելու է ոչ թե նրա համար, որ ինքը սխալ հիմքեր ուներ, սխալ ապացույցներ ուներ, այլ անպայման դժգոհելու է, որ մենք չունենք արդարադատություն, դատավորը կաշառակ էր, քննիչը կաշառակ էր, դատախազը կաշառակ էր, տենց չի։ Արդարադատությունը միակողմանի չի լինում, Տիկին Սարգսյան։ Շնորհակալություն։